Այ ժողովուրդ ջան, էս ինչ է կատարվում մեր ազգի հետ, էս ինչ սատանա է մտել մեր մեջ ու դուրս չի գալիս։ Օրը ցերեկով երիտասարդների են գնդակահարում կամ դանակով մահացու հարվածներ հասցնում։ Տո մեկ դատախազա կասկածելի հանգամանքներում մահանում, մեկ մեքենաներ են այրվում, մի խոսքով Հայաստանը դարձել է Սոդոմ Հոմոր, բայց երբ լսում ես իրավապահներին ասում են, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, հիմա կամ սրանք մեզ լրիվ գժիտեղ են դրել, կամ իրենք են խելապակաս, այ ձեր տունը շինվի, փաստերին նայենք, թե ձեր գեղեցիկ խոսքերին։ Հեսա, ձեզ որ լսենք, հաստատ կպատկերացնենք, որ այս երկու մեքենաները իրենց կպել են։ 5-րդ տասնամյակս վաղուց արդեն հաղթահարել եմ, ուստի դադարել եմ հավատալ հեքիաթներին։ Նենց որ, ինչպես կասեն ռուսները, լապշու նաուշենե վեշացե։ Որպեսզի հասկանաք, թե ինչ նկատի ունեմ, մանրամասնեմ մայրաքաղաքի Ավան առինջ առաջին միկրոշրջանում տեղի ունեցածը։ Դեպք, որը գիշերը ժամը 3-ին ոտքի էր հանել թե իրավապահներին, թե հրշեջներին։ Հա, երկու հատ ավտո է, ախտարակ է պայթում է։ Ախտերն են գազը, որ կպավ վեսան պալնել, վեսան եկեք։ Ժողովուրդ, դուք մի քիչ հետ եկեք, էլի։ Տեսնում եք, թե ինչպես են կրակի լեզուներին կուլ գնացել ավտոցեղ սպասարկման կետում կայանված Mazda և Nissan մակնիշի մեքենաները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր տեղեկանալը, որ գիշերվա այդ միլիոնին ավտոցեղ սպասարկման կետում աշխատողներ են եղել, հենց որոնք էլ մինչև հրշեջների ժամանումը փորձել են կանխել կրակի տարածումը, սակայն այս դեպքում փորձը փորձանք է դարձել։ Թարգմանաբար նշանակում է, որ նրանց մոտ ոչինչ էլ չի ստացվել, ու հիմա այս մեքենաները դարձել են երկաթի ընդունման վայրի պոտենցիալ ապրանք։ Միակ ուրախալի փաստն այն է, որ մարդկային կորուստներ չկային։ Էսի Mazda-ը, էսի Nissan։ Դեպքի վայր հասած իրավապահները 2 վարկած էին առաջ քաշում։ Անայդ անձը կամ անձիկ միտումնավոր հրկիզել են մեքենաները, կամ մեքենաները անզգուշաբար են բռնկվել։ Ակունք իմաստնության, որ սա չասեք, կյանքում գլխի չեն կընկնի։ Մնում է բացատրեք, թե ոնց են մեքենաները իրենց բռնկվում, ինչպես ասում էր դասականը, եփած հավի ծիծաղն եկավ։ Այս վարկածի օգտին չի խոսում նաև փաստը, որ այդ ժամին ավտոտեղ սպասարկման աշխատակիցներ են գտնվել այդ վայրում։ Մտածում եմ, կարող է ինչ-որ բան են բզբզել, կպել է, հիմա էլ գցում են պատահականության վրա։ Մի խոսքով, իրավապահներ, նորմալ կաշխատեք, գրդոն չանեք ու իրական պատճառը կվերահանեք։ Գոլոշին է էդի։ Թեասայի տնաշեն, ռադիոսարկ ուներ, որ պետք է նորոգվեր, մարդավարի մոտենայր այս կրպակին աշխատողին, խնդիրըտ ներկայացներ ու հանգիստ գործի գներ, բայց չէ, վիճից էլի, պիտի դիկտատի լեզվով խոսա, երևի լսել է, որ այս ժամանակներում այդ լեզվով խոսացողների թիվն ավելացել է, լավ, ամբողջությամբ կատակ էր, նույնիսկ ռադիոսարկերը այս կրպակում նորոգել են Նիկոլի թվին, հիմա աստեղ թերթ ու ամսագիր են վաճառում, ավելի ճիշտ վաճառել են, մինչ այն պահը, երբ այս ամենագնաց Նիսանը ներխուժեց կրպակի մեջ։ Էսի հայ մամուլի կրպակն է, չէ՞։ Ազատության պողոտայում ենք Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում, որտեղ երեկոյան ժամը 20-ի սահմաններում 26-ամյա Դավիթի այս Նիսանը նախքան կրպակի մեջ մխրճվելը հասցրել է բախվել 22-ամյա Ռազմիկի Mazda-ի հետ։ Կհարցնեք, թե ինչն է եղել բախման պատճառը։ Ժողովուրդ ջան, երբ ասում ենք խաչմերուկ, կարծես ամեն ինչ պարզ է դառնում։ Հավանաբար 2 մեքենաներն էլ փորձել են դեղինի տակ անցնեն ու փորձը փորձանք է դարձել։ Նյութական ավտարը վարորդներն է սթափել։ Վթարի հետևանքով մի հոգի տուժել էր։ Նրան արագ հասած շտաբօգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո փորձել է տեղափոխել հիվանդանոց, բայց նա հրաժարվել է։ Ասել եմ ու էլի կասեմ, հարգելի բժիշկներ,
մի լսեք տուժաստերին, բավոր ներքին արյունահոսություն մոտը սկսի, գիշերը հանգիստ կքնեք, բան չունեմ ասելու, որ դուք մասնագետ եք, բայց նաև հասկանում եմ, որ այս բժշկական կենտրոնները ձեզ նեղում են, ասում են հնարավորինս քիչ մարդ բերեք, մի լսեք, մի կոտրվեք, կարևորը մարդու կյանքն է, դուք ձերը արեք, թող նրանք հնարավոր հետևանքների համար պատասխան տան, բայց շատ խորացա, այս դեպքի մառալը էն է, որ երբ մոտենում եք լուսացույցին, անպայման սպասեք, մինչև կանաչի նոր շարժվեք, հուսամ դալտոնիկներ մեզանում քիչ կան։ Գրասա այդ պայնը սենց հետիոտներն անցնելուց լինեին։ Այ ժողովուրդ ջան, եկել է առողջության համար ամենաբարդ եղանակային սեզոնը, ինչքան սիրտ անոթային, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդ կա, բոլորը բողոքում են, ուր որը գարուն է բացվելու, երիտասարդների սիրած, իսկ հիվանդների ատելի սեզոնը։ Հիմա կասեք, Շամշան, դու հաստատ ուզում ես բժշկական տաս, տնաշեն, ես ինչքան ես խոսում բժշկության թեմաների մասին, ժողովուրդ ջան, ինչ մեղքս թաքցնեմ, հա, ժամանակին ուզում էի, բայց ձեր կյանքը ուրիշ ձևի դասավորվեց, հետո էլ բժշկական թեմաների մասին խոսում եմ, երբ դրա անհրաժեշտությունը կոնկրետ օրինակով կա, ու մայրաքաղաքի Լեպսուսի 41 շենքի դիմաց տեղի ունեցածը բացառություն չէ։ Ինի լա, սրանք կայանված են եղել, էլի։ Հիմա կասեք, այս մի թիքատեղը, այսքան վթարված մեքենա որտեղից, բանն այն է, որ ժամը 16-ն ցիցունի սահմաններում այս Hyundai-ը ոչ տարել, ոչ բերել է, բախվել է Lexus-ի 41 շենքի դիմաց կայանված Mercedes-ին, Kia-ին, Dodge-ին, ապա մեկ այլ ավտոմեքենայի եւ առաջ ընթանալով բախվել աղբամանին, կոտրել այն եւ հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։ Արդեն այն փաստը, որ այդքան մեքենաների բախվելուց հետո Hyundai-ը դեռ շարունակել է ընթացքը, խոսում է այն մասին, որ մեքենան նորմալ արագություն է ունեցել։ Հետևաբար, ինչն է ստիպել վարորդին մեքենաների սպան կազմակերպել, հարցը լրիվ տեղին է։ Ըստ հավաքվածների վարորդի ինքնազգացողությունն է վատացել։ Սա է ասում ժողովուրդ ջան, որ հատկապես այս սեզոնին նման դեպքերը հաճախակի անում են, այնպես որ հարգելի վարորդներ ու հատկապես սիրտ անոթային ընդգծված հիվանդություններ ունեցողներ, մտածելով ձեր եւ այլոց առողջության մասին, աշխատեք մինչև ապրիլի կեսերը հնարավորինս քիչ վարել մեքենա, հետո չասեք, թե չեմ զգուշացրել։ Արքելակման տեղրել չկա։ Այս բանն է կոտրե, բազալտ է ու աղբամանը այստեղ է դրած եղել էլի։ Լավ, ահագին հեռանանք մայրաքաղաքից ու հասնենք Երևան Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կիլոմետր։ Մի խնդրում եմ հələ այս Mercedes-ի վիճակը նայեք, անկեղծորեն ապշել էի, երբ տեղեկացա, որ 23-ամյա Հայկի այս Mercedes-ի ու Իրանի քաղաքացի 43-ամյա Մահդի Մոխտապի այս ավտոբուսի բախման հետևանքով զոհ չկա։ Ապշել էի ոչ միայն տեսնելով այս Mercedes-ի վիճակը, ավելի ստույգ այն, ինչ դրանից էր մնացել, այլ որ ավտոբուսում վթարի պահին գտնվել են մեծ թվով ուղևորներ։ Սառած վաղտը չեք ասում սառածա, մի որ ճանապարհը բացած մա սառածա։ Հա, բայց ճիշտ եմ ասում, լավին լավ պիտի ասես, վատին վատ։ Իսկապես ճանապարհին մերկասառույց չկար, ու որքան էլ փորձ արին հակառակում համոզել, զուր էր, պարզից էլ պարզ է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց ու համայրա ճակատային բախում ունեցել։ Ավելի լավ է իրավապանները պարզեն, թե վարորդներից որ մեկն է շփոթել իր հասանելի գիծը ու ինչն է եղել պատճառը։ Իսկ մենք միայն ավելացնենք, որ ի ուրախություն վթարի մասնակիցների, հատկապես Mercedes-ի վարորդի, Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բրիգադը բավականին օպերատիվ է գտնվել ու վիրավորներին ոչ միայն արագ տեղափոխել է բժշկական կենտրոն, այլև առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։ Լրիվ չոր ճանապարհը բաց։ Վերջ, հաջողության աստղի տակ ծնվածների պատմությունները ավարտվեցին։ Սկսվում են ողբերգական ելքով դեպքերը։ Արդեն առիթ ունեցել եմ վարորդներին զգուշացնել, որ հատկապես գիշերային ժամերին զգոնությունը կրկնապատկեն։ Թվում է, թե մեքենա չկա, մարդ չի երևում ու կարելի է հագեցնել ադրենալինի պաշարը, բայց ցավոք միայն թվում է։
Այդ ժամերի հարուստ տխուր վիճակագրությունը համալրվեց եւս մեկով՝ մայրաքաղաքի սրտում, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգությամբ։ Մակրույն է էլի։ Մեքենայի դիմապակու վիճակից կարելի է եզրահանգել, թե ինչա գիշերը ժամը 3-ի սահմաններում ստեղ տեղի ունեցել։ Չգիտեմ, թե ինչա մտածել 26-ամյա Վահեն, ուշադրությունը որտեղ է եղել, բայց ճանապարհին չի նկատել 45-ամյա Արթուրին։ Դիմապակու վնասվածքը վկայում է հենց այդ մասին։ Նկատի ունեմ հանգամանքը, որ գլխով հարվածը բավականին ուժգին է եղել, այսինքն վարորդը չի էլ արգելակել։ Փորձս հուշում է, որ նման հարվածներից հետո ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Ցավոք չի սխալվում։ Հարվածը շատ ուժեղ է եղել։ Որ խնդրենք մի հատ է սավան գտակ։ Վարորդը փախստի չի դիմել, ազանգել աշտաբօգնություն, բայց օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ արձանագրել է հետիոտնի մահը, իսկ ով էր մահացածը՝ 45-ամյա Արթուրը, որը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկությունում ու հենց վրաերթի պահին էլ մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այս դեպքը եւս մի վկայությունն է, թե բացի ծանրից, ինչ վտանգավոր է այդ հիմնարկի աշխատակիցների աշխատանքը։ Չգիտեմ, երևի թե պետք է արտահակուստը ավելի ֆոսֆորային դարձնել, որպեսզի մեծ հեռավորությունից էլ երևա, մի բան պետք է անել, որովհետև սա առաջին դեպքը չէ։ Այս էլ այդ խեղճի ավելն է, այսա։ ասում է։ Ես որ ասում կոշիկը հենց էլ այդ խեղճ մարդը մահանում է։ Եվ վերջում մի դեպքի մասին, որը իսկապես ինձ ցնցեց։ Դե գիտեք, սովորաբար ինքնասպանության դեպքեր չենք ներկայացնում, ելնելով մի պարզ իրողությունից, դրանք վարակիչ են։ Առաջին հայացքից ասածս աբսուրդային կթվա, բայց դե հոգեբանները կարող են բացատրել, թե ինչ նկատի ունեմ, ու այս թեմայի մասով չեմ ուզում շատ խորանալ, այլ կոնկրետ դեպքի։ Օրը ցերեկով ավելի ստույգ ժամը 15:50-ի սահմաններում ահազանգ ստացա, թե Շամշան հասի, հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում դիկա։ Գետի մեջ է, չէ։ Նույն ահազանգը ստացել էին նաև իրավապանները ու հասնելով նկարագրած վայր պարզել, որ այն հավաստի է։ Հրազդան գետի մեջտեղում տղամարդու մարմին են նկատել ու անմիջապես ահազանգել փրկարարներին։ Երբ հասա դեպքի վայր, փրկարարական գործողություններն ընթանում էին։ Մահացածի մարմինը դուրս էին բերում գետից, իսկ ով էր մահացողը։ Հարցի պատասխանին երկար չսպասեցինք։ Պարզվում է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը, ով 2024-ին ազատվել էր Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից։ Հարազատներին հոգեբանական օգնություն էլի ցույց տալի։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք պարզվում է, սակայն ինքնին երևույթը շատ մտահոգիչ է, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին։ Այո, սատանայը մտել մեր մեջ ու դուրս չի գալիս։ Տպավորություն է, թե մի անտեսանելի ձեռք ինչ կա չկա խառնում է, որպեսի այս ազգը միշտ տարապի։ Զգոն եղեք, ժողովուրդ ջան, մի տրվեք սադրանքների, կարմիր գծերը մի անցեք, միևնույն է, բարին միշտ էլ հաղթում է չարին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։